Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, բարև ձեզ սիրելի ընկերներ, որոշեցի ավտոլայվի ռեժիմով կարճ խոսել քիչ առաջ այցելությանս մասին, այցելեցի Նայիրի բժշկական կենտրոնում Ծաղկազարդի գործով կալանավոր Նիկոլ Փաշինյանի այդ չարաբաստիկ այցի զոհ, Սուրբաննա եկեղեցի այցի զոհ Դավիթ Մինասյանին, որի առողջական վիճակը հեչ լավ չի, նորից մանրամասները չասեմ, ուշագնացություններ, վերակենդանացման բաժնում է հիմա, ծնողները չեն կարող այցելել, որևէ մեկը չի կարող այցելել, բացի բնականաբար բժիշկներից եւ փաստաբաններից, այդ պատճառով մենք նաեւ ինտենսիվ մեր գործառույթը իրականացնում ենք, այցելում ենք Դավիթի հետ նոր կարճ զրույց ունեցա, երկար չէր կարող առողջական վիճակից ելնելով, առողջական վիճակը նորից ասեմ լավ չի, բայց բժիշկների հսկողության ներքո է, բժիշկները օրենքով սահմանված կարգով իրենց գործառույթները առերևույթ երևում էր, որ այսպես իրենց գործառույթները պատասխանատու ձևով իրականացնում են, ինչպես Դավիթին, այնպես էլ մյուս այն մարդկանց, ովքեր որ նույն վիճակում են, այս մասով մեր հիվանդանոցները առաջի դեպքը չի եւ բոլոր տեղերում էլ տեսնում եմ, որ այս գործառույթը պատշաճ ձևով է իրականացվում։ Դավիթի ուշք ու միտքը մի բան էր։ Հիմա օրինակ հետաքրքիր է, էլի դուք տեսնեմ հետաքրքիր է դուք գուշակեք թե ինչն էր Դավիթի ուշք ու միտքը, դրա մասին ենք խոսում։ Դավիթը շատ նեղված էր մի բանից, որ վաղը այսօր ճրագալույցի, իսկ վաղը արդեն զատկական պատարագի չի կարող մասնակցել։ Այս ընթացքում գրեթե առանց բացառության բոլոր կիրակնօրյա պատարագներին Դավիթը մասնակցել է, իրեն պատրաստում էր նաև որպեսզի մասնակցեր Զատկի պատարագին, իսկ դա քրիստոնյայի, ցանկացած քրիստոնյայի կյանքում ամենակարևոր իրադարձությունն է, ամենակարևոր տոնն է, Սուրբ Հարության տոնը, Զատկի տոնը, որը հենց բուն քրիստոնեության էությունն է, այսինքն Քրիստոսի հարության հրաշափարտոնն է, այն ինչի համար եւ Աստծո որդին իջել է մեր այս մեղավոր աշխարհը, մեր մեղքերը իր վրա վերցնելով եւ Դավիթի հետ խոսեցի, ասեցի Դավիթ ջան, ես անմեղ տղա ես այս փորձությունը դիտի, որ ինչ որ առումով նաեւ շնորհի նշան է քո նկատմամբ, որովհետև այս Քրիստոսի չարչարանքների օրերին, այսպիսի չարչարանքների ենթարկվելը դա նաև իր մեջ խորհուրդ ունի։ Եվ Դավիթը չնայած իր ֆիզիկական ցավին, հոգեբանական վատ վիճակին, մարդը Ծաղկազարդի պատարագի գնա հայտնվի բանտում, հայտնվի հիվանդանոցում, չնայած այդ ծանր վիճակին, այդ ծանր նաև ապրումներին, որը նաև հոգեբանական շատ կարևոր կողմ ունի, ես չգիտեմ զույգերի հետ շփվելու շատ փորձ ես չունեմ, բայց ես լսել էի տեսականորեն, որ զույգերի իրար հետ հատուկ կապ ունեն ու եղբորից անջատ լինելը նույնպես հոգեբանական առումով շատ դժվար է, Դավիթի համար էլ ու Միքայելի համար էլ իհարկե։ Բայց չնայած այդ ամեն ինչին Դավիթի հետ խոսեցի եւ հուսով եմ իր ազդեցություն ունենալու է, որ Դավիթ ջան դու սա որպես փորձություն դիտի եւ փորձությունը վստահ եմ, որ հաղթահարելու ես, Աստծո աչքը քո վրա է, ակնհայտորեն դա երևում է։ Եվ Դավիթի ուշք ու միտքը այն էր, որ իրեն հնարավորություն տրվի գոնե հաղորդություն ստանալու։ Մենք իհարկե պաշտոնապես այս հարցը բարձրացնելու ենք, փորձելու ենք կարգավորել եւ ուղղակի ուզում եմ հույս հայտնել, որ Դավիթին փաստացի խոշտանկման ենթարկող այս քաղաքական իշխանությունը, մենք լավ հասկանում ենք, որ այստեղ որոշումները քաղաքական մակարդակով են կայացվում, այս քաղաքական իշխանությունը
այստեղ խոշտանգման եւս մի էլեմենտի չի գնա, որտեղ Դավիթի համար դա անչափ կարևոր է։ Պարզ է, որ դա իրավական առումով լրիվ հիմնավոր է, մարդու անազատությունը չի կարող նրա հոգևոր կյանքի այդպիսի կարևոր գոնե հաղորդություն ստանալու այդ հնարավորության վրա ազդի, որովհետև առավել եւս ավելի քան հիմնավոր է, որ մարդու այս ամբողջ պատմությունն էլ կապված է նրա հետ, որ մարդը գտնվել է եկեղեցում եւ միշտ եկեղեցում է լինում, հատուկ հանգամանքները եւս հաշվի առնելով։ Բայց ես վստահ եմ, որ սա դիտվելու է նաեւ նրանք, ովքեր որ խղճի խայթ ունեն իրենց մեջ, որ իրանք վատ գործի են մասնակցում կամ չեն կարողանում մի լավ բան անել, սա նաև առիթ է, որպեսզի այդ լավ բանը անեն։ Կիմանանք մենք դրա մասին, չենք իմանա ով միջամտեց, ոնց արեց, չգիտեմ, բայց որ արագ դա կազմակերպվի, ոչ մեկ էլ չիմանա, թող դա գրվի ձեր լավ գործերի գրքում, ով ուզում է լինի։ Մի խոսքով Դավիթի ուշքու միտքը դա էր։ Հիմա փորձենք հասկանալ, թե երբ է հնարավոր։ Վաղը հնարավոր կլինի, մեծ հույս ունենք, որ հենց վաղը հնարավոր կլինի, որտեղ զարգական հաղորդությունը հենց ճիշտը վաղը ստանալն է, իհարկե։ Ամեն ինչ փորձենք անել դրա համար, բայց դե ոչ աշխատանքային օրեր են։ Թե մյուս օրը հնարավոր կլինի, մեծ հույս ունենք, որ հենց վաղը հնարավոր կլինի։ Սա է ուզում ասել, սուտ կլիներ, որ ասեի, որ Դավիթը լավ էր, ձեզ բոլորիդ, չէ, Դավիթը լավ չէր, փորձում է իրան պահել, նորից ասեմ, Դավիթը բացարձակ քաղաքական, այսպես, գործունեության մեջ չի եղել, ինքը շատ եկեղեցականացած տղա է, նույնիսկ ես, որ մի քիչ եկեղեցական կարգ ու կանոնից գլուխ եմ անում, ինչ-որ բաներ ենք խոսում, որոնցից մասին ես տեղակ չէի, մի քիչ ինձ նաև լուսավորեց որոշ հարցերի հետ կապված, այս տոնական շրջանի մասով, էդ է, և նաև իր դասերի մասին էր հարցնում, դասագրքերի էր խնդրում, որպեսզի իր ձեռքի տակ լինեն, չնայած այս պահին վիճակի չի լինելու կարդա, բայց էդ է, և գիտեք, մի կուրսեցի ունեմ, որ երևի հույս ունեմ չիմանալով անհարիր բաներ էր խոսում հրապարակավ, դաստիարակության հետ կապված։ Անահիտ ջան, մի հատ ծանոթացի իրավիճակին, նոր դաստիարակության հետ խոսի, դու էլ մի քանի բալիկներ ունես, Աստված պահի բալիկներիդ, ես գիտեմ, որ դու երեխաներիդ լավ ես դաստիարակել, բայց ուրիշների դաստիարակությանը պոչվական մի կրսել, չի կարելի, ծանոթացի դեպքին, եթե քեզ մենակ են մյուս են Գեբելսյան սուտնա ծանոթ, դու էլ լավ գիտես էլի ձեր բանը ոնց են անում։ Մի հատ ծանոթացի, մենք իրար հետ չենք շփվում, ես տենց առանձնապես ցանկություն չունեմ քո հետ շփվելու, բայց կարող ես նաև փորձել այլ աղբյուրներից տեղեկանալ, թե մյուս կողմը ինչ է ասում։ Գոնե։ Եվ մի երեխեքի դաստիարակության մասին անհարիր կոմենտներ արա։ Պետք չի։ Շուտով ճրագալույցի պատարակն է լինելու, ես էլ ուզում եմ անպայման մասնակցեմ, փորձելու եմ հասցնեմ։ Ուշքու միտքս երեխաներն են լինելու, խնդրում ենք ձեր աղոթներում անպայման հիշել Դավիթին, հիշել նաև Միքայելին, մյուս բոլոր մարդկանց, որոնք որ քաղաքական պատճառներով բանտարկված են, սա քաղաքական պատճառով է բանտարկված, քաղաքական բանտարկյալը չի նշանակում, որ մարդը պիտի քաղաքական գործունեությամբ զբաղվի, ոչ, նշանակում է, որ նրա բանտարկության պատճառը քաղաքական է, իսկ ստեղ ավելի քան ակնհայտ է, որ պատճառը քաղաքական է։ Եվ խնդրենք, որ այս մղձավանջը արագ ավարտվի։ Ես դուրս եկա, իմ գործընկերը, իմ ընկերը Արամը Վարդևանյան եկավ, հուսով եմ հիմա էլ հենց զրուցում են, նաև քանի որ քիչ մարդ կարող է Դավիթի հետ զրուցել, վստահ եմ, որ սա նաև օգնելու է Դավիթին, այս ծանր շրջանը ավելի հեշտ հաղթահարելու։ Տեսնենք նաև բժշկական առումով ինչ ցուցումներ կտան բժիշկները, որտեղ բարդ նաև հետազոտություններ են կատարվել եւ կատարվում, որպեսզի ամբողջական պատկերացում լինի, որովհետեւ հիշեցնեմ,
քանի ուշադրության դեպք ա եղել եւ դա ցավոք սրտի տարօրինակ էլ չի, որովհետեւ մի խոսքով դա այդպես լինում է։ Այսքանը ասեմ, որ Դավիթի ուշք ու միտքը այս պահին հաղորդություն ստանալն էր եւ մենք փորձելու ենք հնարավորինս արագ դա կազմակերպել եւ հույս ունենք, որ խոչընդոտներ չեն լինելու դրա համար։ Հաջողություն։